մարզի խորհրդի նիստն իրավազոր է։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը։ Ամփոփվել են մարզում համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականը, քաղաքաշինությունն ու ճանապարհաշինությունը, 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը, գյուղատնտեսական աշխատանքների եւ ոռոգման ընթացքը։ Օգոստոսի 1-ի դրությամբ նախատեսված 3 միլիարդ 651 միլիոն դրամ սեփական եկամուտներից մարզի համայնքներն հավաքագրել են շուրջ 2 միլիարդ 995 միլիոն դրամ։ Կատարողականը կազմել է 82%, իսկ թերակատարումը շուրջ 655.9 միլիոն դրամ։ Հիմնականում թերակատարումը կատարվել է անշարժ գույքից եւ փոխադրամիջոցներից հավաքագրված եկամուտներից, որը 63% եւ 62% է կազմում։ Ըստ համայնքների ամասյանի արդիկ համայնքները բյուջեները կատարել են 100 եւ ավել տոկոսով, իսկ Աշոց, Կախուրյան, Գյումրին համեմատաբար ցածր են։ Աշոցքում կատարվել է 78.9% սեփական եկամուտները, Ախուրյանում 77.2%, Գյումրիում 67.4%։ Դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, քաղաքաշինության ոլորտում տասնյակ ծրագրեր ու միլիարդների ներդրումներ կան։ Շիրակի մարզում ներկա պահին ընթացքի մեջ են թվով 30 քաղաքաշինական ծրագիր, ընդհանուր 43 միլիարդ 524 միլիոն դրամ արժեքով։ Մարզում շարունակվում են նաև տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը։ 2026 թվականին ընթացքի մեջ է 40 ծրագիր 188 ենթածրագրերով։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 15.8 միլիարդ դրամ, որից պետական բյուջեի մասնակցությունը 7.5 միլիարդ դրամ։ Ընթացքի մեջ է գտնվում Գյումրի համայնքի 9 ծրագիր 68 ենթածրագրեր, որի ընդհանուր արժեքը կազմում է 7.2 միլիարդ դրամ, կառավարության համամասնությունը 3.1 միլիարդ դրամ։ Ախուրյան համայնքում ունենք ընթացքի մեջ 10 ծրագիր 31 ենթածրագիր, որի ընդհանուր արժեքը կազմում է 3 միլիարդ դրամ, կառավարության համամասնությունը 1.4 միլիարդ դրամ։ Արտիկ համայնքում ունենք 5 ծրագիր 29 ենթածրագիր, որի ընդհանուր արժեքը կազմում է 2.2 միլիարդ դրամ, կառավարության համամասնությունը 1.3 միլիարդ դրամ։ Անի համայնքում ունենք ընթացիկ 3 ծրագիր 8 ենթածրագրերով, որի ընդհանուր արժեքը կազմում է 1.5 միլիարդ դրամ, որից կառավարության համամասնությունը 0.7 միլիարդ դրամ։ Աշոց համայնքում ունենք 7 ծրագիր 33 ենթածրագիր, ընդհանուր արժեքը 1.2 միլիարդ դրամ, կառավարության համամասնությունը 600 միլիոն դրամ։ Եվ Ամասիա համայնքը ընթացքի մեջ գտնվում է 6 ծրագիր, 19 ենթածրագիր, ընդհանուր արժեքը 700 միլիոն դրամ, կառավարության համամասնությունը 0.4 միլիարդ դրամ։ Անդրադառնալով ձգձգվող շինաշխատանքներին ու որակին Դավիթ Արուշանյանը նշեց. Շինարանները, որոնք վատ շինարարություն կանեն Շիրակի մարզում, ունենան հենց այդ պատկերը, որ իրանք երկար խնդիրների մեջ են ընկնելու ֆինանսական առումներով եւ ոչ միայն։ Մենք առաջ օրվանից ասել են բոլոր շինարարներին, մենք ամեն ձևից մեր կողքը կանգնած ենք 3 որակով ու ժամկետով շինարարություն։ Մեր բանում կպահանջենք ձեզնից, մենք չենք ուզել ձեզի համար պրոբլեմ ստեղծենք։ 2026 թվականին Շիրակի մարզում հիմնական մշակաբույսերի ընդհանուր ցանկատարածությունները կազմել է ավելի քան 50,000 հեկտար, նախորդ տարվա ավելի քան 47,000 հեկտարի դիմաց։ Աճը հիմնականում պայմանավորված է աշնանացան հացահատիկի ցանքերի զգալի ընդլայնմամբ։ Աշնանացան հացահատիկ 19,600 հեկտար, գարնանացան հացահատիկ 20,900 հեկտար, հատիկ ընդեղ են 106 հեկտար, կարտոֆիլ 3,370 հեկտար, բանջարեղեն 1000 հեկտար։ Ցանկատարությունների ավելացում կա, որը պայմանավորված է պետական օժանդակության ծրագրերով։ Միաժամանակ հունիսին կարգտահարության հետևանքով վնասվել է շուրջ 6014 հեկտար գյուղատնտեսական ցանկատարածություն։ Վնասների վերաբերյալ կազմված ակտերն ուղարկվել են համապատասխան նախարարություններ։ Խորհուրդ կա ձևավորված, որը քննարկում է ստացված վնասը, պատճառված վնասը ու հետագայում հասկանալու ենք, թե այդ վնասը ինչ ձևով ենք վարվելու։ Ոռոգման մասով մարզում այս պահին ջրի պակաս չի արձանագրվում։ Մարզի ջրամբարներում ներկայացված տվյալների համաձայն առկա է բավարար ջուր ոռոգման աշխատանքները շարունակելու համար։ Մարզի ջրամբարներում ունենք 96 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչը հնարավորություն է տալիս ոռոգման մինչև ավարտ որևէ խնդիր չունենալ ոռոգման սեզոնի հետ կապված։ Մարզխորհրդի նիստի ավարտին Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը անդրադարձել է նաև Գյումրիում բաց դիտահորերի խնդրին, շեշտելով, որ դրանց կապարիչների գողության հարցում պատասխանատվությունը միայն համայնքապետարանին չի կարող վերապահվել։ Ինչքան կարելի է քաղաքը չսիրել, որ քաղաքի փողոցներից դիտահոր կողանալ։
Նրա խոսքով քաղաքային իշխանությունը պարտավոր է հնարավորինս արագ վերականգնել կափարիչները, սակայն միաժամանակ անհրաժեշտ է, որ քաղաքացիներն էլ պատասխանատվություն ստանձնեն իրենց համայնքի նկատմամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Հովհաննիսյան, այսօր։ Գյումրու տնակային ավանների խնդիրը դեռ շարունակում է մնալ քաղաքի ամենացավոտ ու երկարամյա խնդիրներից մեկը։ Քաղաքում դեռ կան հազարավոր տնակներ, որոնց բնակիչների կարգավիճակները, խնդիրներն ու պետության նկատմամբ ունեցած պահանջները նույնը չեն։ Տարիներ շարունակ տարբեր կառույցներ ներկայացրել են տարբեր թվեր, ինչն էլ հաճախ լրացուցիչ հարցեր է առաջացնում, քանի մարդ է իրականում ապրում տնակներում, պետությունն ում հանդեպ ունի պարտավորություն եւ ի վերջո ինչ է նշանակում Գյումրին ամբողջովին ազատել տնակներից։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի խոսքով այստեղ պետք է տարբերակել երկու խնդիր՝ Գյումրին տնակներից ազատելը եւ անօթևանության կարգավիճակ ունեցող քաղաքացիների բնակարանային խնդիրները լուծելը։ Ըստ նրա, աշխատանքներ են տարվում կառավարության եւ քաղաքաշինության կոմիտեի հետ խնդրի լուծման մեխանիզմները գտնելու ուղղությամբ։ Այս խնդիրը չի լուծվել իմ խորին համոզմամբ նրա համար, որովհետեւ բոլորի մոտ տարբեր թվեր են արդեն 40 տարի, 2028-ին արդեն 40 տարի կլինի, որ այդ թվերը բոլորի մոտ տարբեր են։ Քաղաքապետարանն ուրիշ թիվ ունի, մարզպետարանն ուրիշ թիվ ունի, կառավարությունը ուրիշ թիվ ունի։ Ու այդ խնդիրը լուծելն էլ մի քանի փուլեր ունեն։ Գյումրիում կա 2600 տնակ մոտ։ Ու ինչ եմ ասում մոտ, որտեղ ամենով թիվ է փոխվում։ Գյումրիում կա 2600 տնակ, որից կառավարությանը որից 700-ը ընդհանրապես մարդ չի բնակվում, մոտարապես 400-450-ի սահմաններում կառավարությունը տնագում բնակվող քաղաքացիների հանդեպ կառավարությունն ունի պարտավորություն ինչ որ ձևով փոխհատուցում տալու, իսկ մնացած տնակները այն տնակներ են, որոնք ժամանակին սեփականատերերը ստացել են ԲԳՎ կամ բնակարաններ, բայց բոլորիս հայտնի պատճառներով կամ ձևերով չեն աբամոնտաժել այդ տնակները ու այդ տնակներում հիմի քաղաքացիներ կան, որոնք բնակվում են։ Առաջի մասով կառավարությունը իրականում պետք է լուծի խնդիրը պարտավորություն, որոնց հանդեպ ունի։ Այն մյուս քաղաքացիների հանդեպ, որոնց հանդեպ պարտավորություն չունի, կառավարությունը մենք այդ մասով չենք էլ քննարկում։ Բայց այն որ տնակները պետք է քաղաքից աբամոնտաժվի արդեն վերջը եկանք ասանք 2026 թվական 38 տարի անցել է արդեն երկրաշարժից, այդ խնդիրը պետք է լուծվի, բայց ել եմ ասում, ինչ ենք մենք քննարկում ենք տնակներից Գյումրին ազատելու հարցը, ասացի 3 շերտ ունեցող հարցը այդ, թե անօթևանության կարգավիճակ ունեցող տնակում բնակվող մարդկանց հարցը։ Այնտեղ 450 են, ոչ թե 2500, որի թիվը ունենք։ Այդտեղ մենք աշխատանքներ տարվում են, մենք որոշ ժամանակ առաջ, հստակ չասեմ, վարչապետի մոտ աշխատանքային խմբով քննարկում ենք ունեցել այդ ուղղությամբ, ու մի քաղաքաշինության կոմիտեի հետ աշխատանքներ ենք տանում այդ հարցի լուծման ճանապարհները գտնելու համար։ Ես իմ պատկերացումներն ունեմ այդ ճանապարհի մասով ու առաջարկությունս արել եմ կառավարությանը, հիմա քննարկում են թե այդ մեխանիզմով ենք առաջ գնում, թե այլ մեխանիզմ ենք գտել, բայց վերջնաժամկետ կառավարության որոշում կա այս պայմանությամբ 2027 թվականի նոյեմբեր, բայց քանի որ ծավալները այդ վերջնաժամկետը Գյումրին տնակներից ազատվելու մասին է, բայց քանի որ ծավալները շատ մեծ են, գուցե այդ ժամկետները մի քիչ երկարացվեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների արտակարգ եւ լիազոր դեսպաններին։ Վարչապետը կարևորել է արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության խորացումը, ընդգծելով, որ Հայաստանի եւ արաբական երկրների միջև ձևավորված են պատմական ու մշակութային ամուր կապեր։ Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շահագրգիռ է քաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական կապերի խորացման ուղղությամբ նոր նախաձեռնությունների առաջմղմամբ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Այդ համատեքստում զրուցակիցները շեշտել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարեւորությունը։ Դեսպանները շնորհակալություն են հայտնել նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար, նշելով, որ այն կնպաստի արդյունավետ երկխոսությանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների
ապա շրջափակմանը միտված քայլերի, այդ թվում թրիփ նախագծի կյանքի կոչմանը միտված աշխատանքների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև այս տարի հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին։ Վարչապետը կարևորել է արաբական պետությունների պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը նախատեսվող միջոցառումներին։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին Եգիպտոսի ազգային տոնի հեղափոխության օրվա կապակցությամբ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին եւ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին խնդրելով իր շնորհավորանքները փոխանցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիին։ Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ընդունելության եւ շնորհավորանքի համար։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Եգիպտոսի քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային եւ այլ ոլորտներում ձևավորված սերտ համագործակցությանը, ընդգծելով դրա հետագա ընդլայնման եւ նոր ուղղություններով զարգացման կարեւորությունը։ Առանձնահատուկ կարեւորվել է բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության եւ կիբերանվտանգության ոլորտներում համագործակցության ներուժը։ Նշվել է, որ այս ուղղություններում փորձի եւ գիտելիքի փոխանակումը կարող է հիմք դառնալ համատեղ նորարարական ծրագրերի իրականացման եւ նոր տեխնոլոգիական լուծումների զարգացման համար, նկատի ունենալով նաև այն, որ օրեր առաջ Հայաստանում բացվել է արհեստական բանականության գործարան։ Կողմերը կարևորել են նաև կրթության եւ գիտության ոլորտներում համագործակցության խորացումը, ընդգծելով գիտակրթական ծրագրերի, ուսանողների, երիտասարդ մասնագետների եւ գիտնականների փոխանակման ընդլայնման անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերին Հայաստանում կայանալիք կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին COP17-ին։ Նախագահը կարևորել է Եգիպտոսի բարձր մակարդակով մասնակցության ակնկալիքը, ընդգծելով, որ համաժողովը կարող է նոր հնարավորություններ ստեղծել նաև Հայաստանի եւ Եգիպտոսի միջև կլիմայական օրակարգի կայուն զարգացման, կանաչ տեխնոլոգիաների եւ նորարարությունների ուղղություններով համագործակցության խորացման համար։ Իմ զինվորական արմատները, ռազմական դաստիարակությունը, հայրենասիրության հիմքը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն է։ Վարժարանը ավարտելուց հետո որոշումս հստակ էր՝ ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Սոնա Բոթոյան ընկերուհու Գայանե Արզիկյանի Հետպաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի տարածքում է։ Նրանք ռազմական ուսումնական հաստատության 2026-2027 ուսումնական տարվա դիմորդներից են։ Եկել են քննություն հանձնելու ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Աղջիկներն այս տարի են ավարտել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։ Այդ կրթ օջախը ինձ համար պարզապես վարժարան չէր, այն իմ մեջ ձևավորել է կամքի ուժ, բնավորություն եւ այս գործի հանդեպ գիտակցումը։ Հիմա այդ նույն հպարտությամբ ընդունվում եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, ուզում եմ արժանի լինել հայրենիքի սպայի կոչմանը, ինչպես եւ արժանացա Մոնթեականի կոչմանը։ Վարժանին շատ բան է տվել եւ վստահ եմ ակադեմիան նույնը կտա եւ հետագայում կարող եմ դառնալ հայրենիքի լավագույն հրամանատար։ Մինչև քննության ներկայանալը բոլոր դիմորդները նախանցնում են բժշկական փորձաքննություն, ռազմաուսումնական հաստատություն ընդունվելու համար պիտանի ճանաչվելուց հետո միայն նրանք կարող են մասնակցել ակադեմիայում կազմակերպվող ընդունելության քննություններին։ Հրանգավորումից հետո մեկնարկն ազդարարվում է, արական սեռի դիմորդներից հետո հերթը աղջիկներինն է։ Նրանց մեծամասնությունը գրանցում է գերազանց արդյունք։ Զինվորական գործի հանդեպ սերս դեռ մանկուց էր, որը սկզբում երազանք էր, հետո հետագայում դարձավ նպատակ։ Այսօր ֆիզկուլտուրայի քննությունն է, մենք արդեն հանձնել ենք ձգումների եւ 100 մետրը։ Շատ լավ արդյունքներ եմ ցուցաբերել, կարելի ասել գերազանց։ Օքսանա Հովհաննիսյանը եւս մոնթեական է, պատմում է, որ վարժանի գրեթե բոլոր շրջանավարտներն են դիմել ընդունվելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Մեկը մյուսին աջակցելով ու ողջևորելով կատարում են բոլոր վարժությունները։ Օր երկրորդ դիմորդները ներկայանում են թեստավորման նպատակն է բարձել նրանց գիտելիքների պաշարը, զարգացվածությունն ու հոգեբանական վիճակը։ Ընդունելության քննությունների ավարտից հետո բնականաբար տեղի կունենա մանդատային հանձնաժողովի նիստ, որը կնիքը կտնի այն գործընթացի եւ դիմորդը հստակ կիմանա ընդունվել է թե ոչ, որ ֆակուլտետ է ընդունվել, ինչ մասնագիտությամբ է ընդունվել, դու այն մարդիկ, ովքեր որ ընդունվել են, մասնակցելու են երիտասարդ մարտիկի պատրաստության դասընթացին։
Այս դասընթացի արդյունքում կուրսանտները կոփվում են, ձևավորում զինվորականին վայել կեցվածք։ Այս փուլը հաղթահարելուց հետո միայն նրանք տալիս են զինվորական երթում ու մեկնում երկօրյա արձակուրդ։ Իսկ սեպտեմբերի 1-ից ընդգրկվում ակադեմիայի ուսումնական գործընթացներին։ Իրազեկում է գնդապետ Մարտիրոսյանն ու նշում՝ համառ պայքար է լինելու։ Ակադեմիա ընդունվել ցանկացողների թիվն այս տարի աննախադեպ է։ Լինում են դեպքեր, երբ որ զինծառայողը որոշում է գնալ ժամկետային զինվորական ծառայության, երբ հանրապետական հավաքակայանում իմանում է ռազմական ակադեմիա ընդունվելու հնարավորությունների մասին, միանգամից փոխում է որոշումը եւ դիմում է ներկայացնում ցանկանալով ընդունվել ռազմական ակադեմիա։ Անվճար բարձրագույն ռազմական կրթություն, կենցաղային գերազանց պայմաններ, ուսումը արտերկրում շարունակելու հնարավորություն, ամսական մինչև 175,000 դրամ կրթաթոշակ ու բժշկական ապահովագրություն։ Ահա այն առավելությունների մի մասը, որի համար դիմորդները նախընտրում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան։ Սա դեռ ամենը չէ, շրջանավարտ կուրսանտները ստանում են 3 սենյականոց բնակարան ձեռք բերելու հնարավորություն։ Նաև ավարտական քննությունների արդյունքներով համարվում են ատեստավորված։ Սա ենթադրում է, որ սպայի ուսադիր կրելուց հետո 21-22 տարեկան տղաներն ու աղջիկները կարող են ստանալ մինչև 750,000 դրամ աշխատավարձ։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Հայկ Չիլինգարյան։ Հապկում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով կազմակերպության բոլոր անդամները պետք է կատարեն իրենց պարտավորությունները, մասնավորապես ֆինանսավորեն ՀԱՊԿ մարմինների գործունեությունը։ Երևանը հրաժարվում է մասնակցել կազմակերպության աշխատանքներին եւ չի ստորագրում բյուջեի վերաբերյալ տարեկան որոշումները, դա նշանակում է պարտավորությունների չկատարում, ընդգծել է Գալուզինը։ Նաեւ նրա խոսքով Հայաստանը մինչև այս տարվա դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ազգային հանրաքվե անցկացնելու մասին, հասկանալու երկիրը միանում է ԵՄ-ին, թե շարունակում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը։ Եթե դա տեղի չունենա, հետագա քայլերի մասին որոշում կկայացվի, նախազգուշացրել է Գալուզինը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն էլ հայտարարել է, թե Եվրամիությունը փորձում է մասնատել ԵԱՏՄ երկրներին։ Նրա խոսքով ԵՄ ներկայացուցիչները այցելում են առանձին երկրներ, հանդիպումներ ունենում, որոնց ընթացքում իբր անիրատեսական խոստումներ են տալիս։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական շուրջ 400 ԱԹՍ խոցելու մասին, թիրախում են եղել Մոսկվայի, Կալուգայի, Լիպեցկի, Օրոլի, Ռոստովի, Ռիազանի եւ այլ մարզեր, ինչպես նաեւ Ղրիմը։ Վորոնեժի մարզում 1 մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Զլմների տվյալով հրդեհվել է Wildberries ընկերության պահեստներից մեկը, տարհանում է հայտարարվել։ Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարան է հարձակման ենթարկվել, որոշ օդանավականների աշխատանքը սահմանափակվել է։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային, Կիևում կան ավերածություններ եւ տուժածներ, Զապորոժիայում 6 մարդ է զոհվել, 19 վիրավորվել։ Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ իրավիճակը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահը Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը չի կարողանում կռվել առանց Հյուսիսային Կորեայից մատակարարումների։ Նա նշել է, որ խորքային հարված են հասցրել Սիբիրում նավթավերամշակման օբյեկտի եւ շարունակելու են հեռահար հարվածները։ Զելենսկին նաեւ տեղեկացրել է, որ զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ։ Ամեն օր կապի մեջ ենք Ուկրաինայի ընկերների եւ գործընկերների հետ ապահովելու երկրի անվտանգությունը։ Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան եւ Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները, մանրամասնել է Զելենսկին, հավելել, առաջիկայում ԱԹՍ-ների ոլորտում նոր քայլեր կձեռնարկվեն։ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Թեհրանի հետ բանակցությունները, հայտարարել Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում եւ Գազայում պատճառված վնասների ու մարդկային կորուստների համար։ ԱՄՆ նախագահը նաեւ փոխհատուցում է պահանջել Իրանից։ Նրանք փոխհատուցում են պահանջում վերջին 5 ամսվա ռազմական գործողությունների ընթացքում կրած վնասի համար, սակայն այդ հարցը բանակցություններում չի քննարկվել։ Ես էլ իմ հերթին եմ փոխհատուցում պահանջում բազմաթիվ հակամարտություններում իրանցիների պատճառած վնասների, զոհված ցուցարարների համար, ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը տեղեկացրել է, որ հանձնարարել է իր ներկայացուցիչներին ներառել այս պահանջը ապագա բանակցություններում։ Նա կրկնել է, Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, իսկ եթե գործարք չկնքվի, Միացյալ Նահանգները հզոր հարված կհասցնի։ Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ այն բաց է, ականազերծված եւ գտնվում է ամերիկյան վերահսկողության տակ։ Թրամփը հավելել է, Իրանի ծովային շրջափակումն էլ շարունակվում է։
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Սան Խոսե դել Պալմար բնակավայրի մոտակայքում։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաք Բոգոտայում, որը գտնվում է էպիկենտրոնից 100-ավոր կիլոմետրերի հեռավորության վրա։ Որոշ շենքերում տարհանում է իրականացվել։ Երկրաշարժի զոհերի թիվն արդեն հատել է 130-ը, 900-ից ավելի մարդ տուժել է, կան անհետ կորածներ, մի քանի տասնյակ քաղաքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել։ Առավել ծանր է իրավիճակը Պերեյրայում եւ մոտակա շրջաններում։ Վնասվել են 100-ավոր բնակելի կառույցներ, առողջապահական կրթական հաստատություններ, ճանապարհներ եւ օդանավակայաններ։ Իշխանությունները ազգային մասշտաբի արտակարգ դրություն են հայտարարել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ հարևան երկրներում, այդ թվում Պանամայում։ Ֆիլիպիններում էլ հորդառատ անձրևներ են, տարբեր շրջաններում կան զոհեր եւ վիրավորներ, հազարավոր մարդիկ տարհանվել են հեղեղումների եւ սողանքների պատճառով։ Դիանա Գասպարյան, Ավանդույթի համաձայն Քաջարանում ամեն տարի անցկացվում է ուսանողական ամառ ծրագիրը։ Ճամբարի շրջանակում արձակուրդը հայրենի քաղաքում վայելող ուսանողների մեկ օրն անցավ հանքարդյունաբերական ձեռնարկությունում։ Նրանք եղան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքում, ծանոթացան արտադրական գործընթացին։ Դիտակետից առաջին անգամ եմ նայում։ Չգիտեմ, բավականին հետաքրքիր եմ, մանավանդ երբ պայթեցումները, այդ դրված կետերը երբևէ չէի տեսել։ Տարիներ շարունակ ապրել են Քաջարանում, ամեն օր լսել կոմբինատի դրա ծավալների մասին, բայց նրանցից շատերը արդյունաբերական հսկային դեմ առ դեմ չէին հանդիպել։ Վերջապես ծնողների աշխատավայրի պայմաններին ծանոթանալու հնարավորություն ընձեռվեց։ Անընդհատ տանը լսելուց միշտ հետաքրքիր է եղել ոնց է աշխատում ամբողջ հանքը, կոմբինատը։ Հայրիկս էլ է շատ պատմել, աշխատում է փոխադրամիջոցների վերանորոգման արտադրամասում ու քանի որ հնարավորություն ընձեռվեց գալու այստեղ, բաց չեմ թողել առիթը ու ծանոթացա այդ մեքենաների մեծ ահռելի իրենց չափերին, իրենց աշխատանքին ու նաև թե ինչպես է կառուցվել հանքը բազմապիսի աստիճաններով ու իրոք շատ տպավորված եմ։ Ես ուր գնում եմ նոր շրջապատում ծանոթություններում միշտ պատմում եմ, որ ապրում եմ Քաջարանում ու Քաջարանը հենց հայտնի է կոմբինատով ու իրենց միշտ ասում եմ, որ տեսեք մենք այս հսկան ունենք, որը պահում է մի ամբողջ պետություն ու շատ հպարտ եմ դրանով։ Ուսանողական ամառի համակարգող Գարեգին Ստեփանյանի խոսքով շրջայցն օգնեց ավելի ճշգրիտ պատկերացում կազմել հանքարդյունաբերական հսկայի մասին։ Գուցե ոմանք որոշեն հենց այս ոլորտում աշխատանքային գործունեություն ծավալել, զարգացնելով հարազատ քաղաքի խոշոր ձեռնարկությունը։ Առաջին անգամ եմ տեսնում այս տեսարանը, չէի պատկերացնում, լսել էի այդպես պատմելով, բայց տեսածով ավելի հետաքրքիր է եւ շատ հաճելի այս մարդիկ մեզ ներկայացնում են, բնականաբար ավելի ճիշտ ինֆորմացիա ենք ստանում այս ամեն ինչի մեջին։ Մի խոսքով շատ հաճելի էր։ Այսպիսով քաջարանցի ուսանողները տեսան այն ամենն, ինչի մասին լսել էին ամեն օր։ Խոստովանում են Երևանում իրենց ընկերներին երկրի թիվ 1 հարկատուի մասին պատմելու շատ բան կունենան։ Աննա Մելքումյան, Ռոբերտո Հանջանյան։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության 13-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջմարզային ու ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը բնակչության ծառայությունների մատուցումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում, որի արդյունքում բյուջե վճարման ենթակա հարկերը թեր հայտարարագրվում են։ Վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հետազոտվել են վերոնշյալ ընկերության գործունեությանն առնչվող ծառայությունների մատուցման սևագիր մատյաններում առկա տվյալները։ Միջոցառումների ընթացքում հարցման են ենթարկվել նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության վարորդները։ Ձեռքբերված տեղեկությունները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանին վերաբերելի հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների հետ։ Պարզվել է, որ ընկերության կողմից մատուցված ծառայությունների մասով 2025-ից 26 թվականների ընթացքում թեր հայտարարագրվել է շուրջ 4.3 միլիարդ դրամի իրացման շրջանառություն, որի արդյունքում չի հաշվարկվել եւ պետական բյուջե չի վճարվել շուրջ 1.1 միլիարդ ՀՀ դրամի հարկային պարտավորություն։ Փաստի արդիվ արևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մրցանակությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հարկվճարողներին հայտարարել բացառապես իրացման շրջանառությունների իրական ծավալները, իսկ հաշվապահական հաշվառումը վարել օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին համապատասխան։
Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ։ Օգոստոսի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4631 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 238 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 170 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 115 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 77 չամրակապված վարելու 888, առանց մանկական նստատեղի քարսիթի 41, վարելու ընթացքում ծխելու 629, վարելիս հեռախոսից օգտվելու 306, հետիոտնի վրա սահմանված վայրով անցնելու 41 եւ 1561 այլ իրավախախտում։ 30 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 112-ը տեխնիկական զննություն չանցած, 127-ը լուսարձակների անսարքությամբ, 51-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 89 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15456 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 237 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստապ 312 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 364 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 62 չամրակապված վարելու 4202, առանց մանկական նստատեղի քարսիթի 317, վարելու ընթացքում ծխելու 496, վարելիս հեռախոսից օգտվելու 736, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 74, արագության գերազանցման 2635 եւ 4779 այլ իրավախախտում, 87 ավտոմեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 745-ը տեխնիկական զննություն չանցած, 492-ը լուսարձակների անսարքությամբ, 134-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով, 22 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 47 անձ։ Հանցավորության կանխարգելման եւ բացահայտման նպատակով ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության, Երևան քաղաքի վարչության եւ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի պարեկների հետ մայրաքաղաքի մի շարք հատվածներում ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հնարավոր հավաքատեղիներն ու օպերատիվ տեղեկություններով ստացված մի շարք հասցեներ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտող անձինք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, զենք, զինամթերք, ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացվող ուժեղացված ծառայությունները շարունակական են։